Hello, humans. Թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum-ն արդեն երրորդ անգամ իր շուրջն է համախմբում լավագույններին։ Ապագայի փողը տնտեսական ազդեցությունը։ Հենց այս թեման է 2025-ի DDF-ի օրակարգում, միջոցառման կազմակերպիչը Spring PR ընկերությունն է։ Ոլորտի լավագույնները մեկտեղում են քննարկելու թվային արժույթների, արհեստական բանականության, թվային դրամապանակների, վճարային տեխնոլոգիաների զարգացման միտումները, դրանց ազդեցությունը ֆինանսաբանկային համակարգի և համաշխարհային տնտեսության վրա։ Ֆորումի նպատակն է համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ, նպաստելով երկրի մրցակցության բարձրացմանը։ Տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում Հայաստանը պետք է առաջնորդի այդ փոփոխությունները, ոչ թե պարզապես լինի սպառող, ընդգծում է DDF-ի հիմնադիրը։ Տարբեր ընկերություններից հայաստանյան, միջազգային, ռեգիոնից ունենք շատ մասնակիցներ, աշխարհի տարբեր երկրներից ժամանել են Հայաստան, որպեսզի լսեն վերջին տեխնոլոգիական նորությունները, հասկանան ուր է գնում աշխարհը եւ ինչպիսին է լինելու ապագայի փողը կամ փողի ապագան եւ իհարկե քննարկելու թե ինչպիսին է այդ ամբողջ փոփոխությունների ցիկլը ազդում տնտեսության եւ տնտեսության վերափոխման վրա։ Doing Digital Forum-ի գլխավոր խոսնակը այս տարի աշխարհահռչակ ֆուտուրիստ Գերտ Լեոնհարդն է, աշխարհի top 10 ֆուտուրիստ բանախոսներից մեկը, ում լսարանը գերազանցում է 3.5 միլիոնը։ Հատկապես փոքր երկրները ապագայի մասին պետք է ավելի հաճախ մտածեն, համոզված է Լեոնհարդը։ I think the most important thing would be to create expertise. Կարծում եմ հատկապես նեղ մասնագիտացված բնագավառներում շատ կարևոր է ստեղծել փորձ, որպեսզի հետագայում ստիպված չլինեք մրցակցել այս բնագավառներում խոշոր խաղացողների եւ խոշոր երկրների հետ, բայց նաեւ կարծում եմ, որ չափազանց կարևոր է ստեղծել երկրի բրենդը։ Հետագայում այն կարող է ներդրումներ ներգրավել։ Սա այն է, ինչ օգնում է մարդկանց մնալ իրենց երկրում, չլքել այն։ Շատ կարևոր է նաև տեխնոլոգիաների օգտագործմամբ բարելավել քաղաքացիների բարեկեցությունը, դա թվայնացումն է, էներգախնայող լուծումները։ Այս ամենը քաղաքացիների կյանքը դարձնում է ել ավելի հեշտ ու հարմար։ Համաշխարհային կրիպտո առաջնորդ հայազգի Հենրի Արսլանյանը նկատում է, աշխարհը այս պահին կանգնած է ֆինանսների և փողի հիմնովին փոփոխության հիմքերում, և որ Հայաստանը պետք է անմասն չմնա այդ փոփոխություններից։ Բիտքոինների, կայուն քոինների ընդունումը և ընդհանրապես կրիպտոարժույթների ընդունումը ֆինանսական աշխարհում բերելու է լրջագույն փոփոխությունների։ Հայաստանը հնարավորություն ունի օգտվել այդ համաչափ փոփոխություններից։ Շատ ողջունելի է տեսնել, որ Հայաստանը շուտով կունենա կրիպտոարժույթներին վերաբերող կարգավորումներ։ Այն շատ կարևոր է թվային արժույթի կառավարման բնագավառում բարելավումների համար։ Շատ հաճախ մարդիկ չեն գիտակցում, թե քանի առաջատար կրիպտոընկերություն կա Հայաստանում, բայց նաև նրանք չեն գիտակցում, թե որքան ակտիվ են հայերն ամբողջ աշխարհում։ Amazon Web Services-ի ձեռնարկությունների տեխնոլոգիական փորձագետ Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը Amazon-ից իրական օրինակներով պատմում է, թե ինչպես է արհեստական բանականությունն ազդում էլեկտրոնային առևտրի վրա։ Թվային առևտուրը վերստեղծում է իրեն ու հիմա ճիշտ ժամանակն է ինքդ քեզ քո հաճախորդի համար նոր փորձառություն ստեղծելու ու մենք կանգնած ենք այդ ամենի հիմքում։ Այժմ մարդիկ հնարավորություն ունեն ինտեգրվել նորագույն տեխնոլոգիաներին, ինչպես տարիներ առաջ, երբ համացանցը դեռ նորություն էր շատերի համար։ Եկեք փորձենք նոր հնարավորությունները։ 2023-ից ի վեր Doing Digital Forum-ը հյուրընկալել է ավելի քան 60 առաջատար խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից ու աշխարհից։ Ֆորումի գործընկերներն են Visa-ն, Apricot Capital-ը, Fastex-ը, Fastbank-ը, ազգային վճարային համակարգ Arcan և Amazon Web Services-ը։ Ֆորումի կազմակերպիչները բացեցին նաև 2026-ի փակագծերը։ Doing Digital Forum-ը հաջորդ տարի նվիրված է լինելու ներդրումներին։ Կհանդիպենք հաջորդ տարի Doing Digital Forum 2026-ին։ Կտեսնվենք։